Ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները։ Կառավարությունը վերջին նիստում ընդունեց որոշումը։ 623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10,000 դրամ եւ ավելի։ Մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8,500 դրամով, դրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են։ Կբարձրանան նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի եւ ֆունկցիոնալության խորը ծանր եւ միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների կենսաթոշակները այսօր 39, 37.5 եւ 36,000 դրամ են նպաստները եւ դառնալու են դրանք 49, 47.5 եւ 46,000 դրամ։ Կառավարության որոշմամբ կբարձրանա նաև նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամից դառնալով 46,000 դրամ։ Միևնույն ժամանակ կավելանա հիմնական կենսաթոշակի չափը 24,000-ից մինչև 34,000 դրամ։ Արդյունքում միջին աշխատանքային կենսաթոշակը կաճի 48,993 դրամից հասնելով 59,181 դրամի, իսկ միջին զինվորական կենսաթոշակը 96,321 դրամից մինչև 104,852 դրամ։ Եվս մեկ կարևոր փոփոխություն՝ այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Ռադար Արմենիան փորձեց պարզել, ինչպես են քաղաքացիները վերաբերվում կենսաթոշակի բարձրացմանը։ Թոշակառու չեմ, բայց ողջունում եմ, այդ ամենալավ քայլը։ Ինչ որ արել են, շատ ճիշտ են արել, շատ համապատասխան են արել, ժամանակի հետ կարևորը խաղաղություն լինի։ Մի կտոր ավել պակասը ոչ մի բանին չի խանգարում։ Իմ ամուսինը թոշակառու, ես շատ շնորհակալ եմ։ Կարողանում ենք։ Փառք Աստծո, չենք բողոքում։ Շատ լավ է։ Ինչ ասեմ, ժողովրդի 25-30%-ը այդ թոշակի վրա է։ Պետք է ավելացնի, որ մարդիկ դիմանան։ Չնայած չնչիմա, էլի չեն դիմանը, բայց էլի բան է։ Իսկ առաջ ինչ էր, ոչ ավելացնում են, ոչ բան։ Շատ լավ անում։ Միակ տղեն է, որ գործ է անում։ Են մնացածին տիլցեն վառեն։ Վաբշե վառեն այդ կեղտոտ մունդարներին այդ ընդդիմություն կոչված 1000 կեղտերին։ Կենսաթոշակառուները կարող են օգտվել նաև 20% հետվճարից, եթե իրենց գնումներն իրականացնեն անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման համար պետական բյուջեից լրացուցիչ կուղվի շուրջ 78 միլիարդ 700 միլիոն դրամ։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։